Հուլիսի 21-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Կողմերը բարձր են գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ շարունակաբար արձանագրվում են շոշափելի արդյունքներ։ Հանդիպման ընթացքում Դեյվիդ Ալենը նախարարին է ներկայացրել ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության նորանշանակ պետ Կարիմ Քուրեշիին։ Վերջինս ներկայացրել է իր մասնագիտական ուղին, կատարած աշխատանքներն ու հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Արփինե Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Կարիմ Քուրեշիին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կընդլայնվեն։ Անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններին, մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություններին։ Նշվել է, որ ամերիկյան գործընկերների աջակցությամբ կիբերլաբորատորիայի համալրման նպատակով իրականացվող գնման գործընթացը մոտենում է ավարտին։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերահաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացման ուղղված նախաձեռնություններին։ Անդրադարձ է կատարվել ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների եւ փրկարարական ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերին։ Շեշտադրվել հատկապես սահմանապահների մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղղված նախաձեռնություններն ու այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փրկարար ծառայության եւ ոստիկանության գվարդիայի ուղղություններով համագործակցության ընդլայնման վերաբերյալ, վերահաստատելով արդյունավետ գործընկերություն ընդլայնելու պատրաստակամությունը։